նախագին արժեքներ վարկապետվել են, խաղաղություն, վարչապետ, այսօր մենք էլի ասում ենք չենք մասնակցելու 21 վարչապետի թեկնածու կա։ Օրինակ ուզենայի այդ մեր պատգամավորները ասեն, կարճ ժամանակ ձեր ընտրվելուց հետո արդյոք խորհրդարանը համազգական փոփոխություն կարելի եւ դուք դառնաք նորից խորհրդարանի կողմից թեկուզ ընտրված, բայց կիսանախագահականի լիազորություններով նախագահ, որտեղ ներով ասած վարչապետի պաշտոնը ձեր հագորդ չի էլի ցավոտ տաս։ Այդ մեկ երկրորդ կարևոր հարցը ես տալու եմ, որտեղ ես ամեն գիշեր 3-4 անգամ արթնանում եմ ու ափսոսում եմ, որ արթնացել եմ, որտեղ երազից եմ արթնանում ես։ Արթնանում եմ, որտեղ մեկ Շահումյանի Երիշեն գյուղի Սպիտակ աղբյուրի մոտ է մի թանկը գերների հետ։ Մեկ չգիտեմ Մարտակերտի ես ինչ հատվածում, մեկ են հատվածում։ Ես եթե ոչ Ղարաբաղում ծնված ու մեծացած ապրած ես, ընդհանրեն իմ թանկ մարտական ընկերների հետ դեռ 89 թվականի Ղազանցի գյուղից սկսած պաշտպանությունը։ Եղել ենք մարտադաշտում։ Ես ինձ մեղավոր եմ զգում իմ թանկ զոհված ընկերների գերեզմանները, որ այնտեղ են, որոնց ես չեմ կարող այցելել։ Այս հարցը գուցե ձեր չպետք է, որտեղ դուք ունեք ձեր թանկ ծնողները, ձեր թանկ աղբեր Վալերիկը, որին հրաշալիորեն ճանաչել եմ, ձեր հարազատներ տարբեր, որոնք զոհվեցին։ Բայց ես սկսում եմ այդտեղից եւ ձեզ պետք է տամ դեռ 21 թվականին նախընտրական ժամանակ ԵՊԿ կալավրտի ես վեր հիշեցի եւ հիմա էլ վեր եմ հիշում, որ երբ Թշնամին հասել էր Վանք գյուղ, օրերի հարց էր, որ Ստեփանակերտ մտներ, դուք մտաք Ղարաբաղի խորհրդարան, Ղարաբաղի գերագույն խորհուրդ եւ Պաշտպանության պետական կոմիտեի ծրագիրը ներկայացիք ու ասիք, ես դառնում եմ Պաշտպանության կոմիտեի նախագահ, որտեղ երկիրը մեկ տեղից պետք է ղեկավարվի, պաշտպանությունը մեկ տեղից պետք է ղեկավարվի, եւ կարճ ժամանակ անց ազատագրվեց Մարտակերտը, ազատագրվեց ոչ միայն Լեռնային Ղարաբաղի թուրքերից հեռանացած այդ հատվածները, այլ ազատագրվեց եւ Քարվաճառը եւ մյուս տարածքները։ Ես այդ հարցը տվի 21 թվականին, որովհետև թուրք արդեն Շուշիում էր, հատուտի մի մասը տվել ենք, բայց արցախցիները դեռ Արցախում էին, եւ ես այդ հարցը տվեցի ասելով, ես ձեր կողքին եմ, որովհետև վստահ եմ, որ մենք հատուտել ենք վերադառնալու Շուշիեր։ Հիմա Թշնամին արդեն մեր մատույցներում է։ Երևանի մատույցներում է, չի գիտակցում, թող իմանա, որ Երևանի մատույցներում է։ 90-ական թվականների 16 թվի, 20 թվի, 22 թվին է Սևանի գլխին եմ եղել, իմ ընկերների հետ։ Այդ բոլոր պատերազմները տեսած մարդու բանով եմ ասում։ Եվ նաև ամենօրյա նայում եմ ռուս-ուկրաինական, նայում եմ որպես զորավարժություն։ Կիրառվող այդ տեխնոլոգիաների բանով։ Այսօրվա տեխնոլոգիաների պայմաններում Երևանի ցանկացած փողոց, ցանկացած տուն, այսօր թիրախ է։ Ցանկացած տուն, որ մեծ տներ են շինում։ Մեծ, չգիտեմ ինչեր են խոսում, վարդեն հիշում, և որ 22 թվականին գնացինք, խփել էին հենց այն տանը, որտեղ ամենամեծ հարուստներից մեկն էր ապրում։ Հարցը ձևակերպի, ձեր հարցը։ Ես ապրում եմ ամենօրյա այն հույսով, որ մենք պիտի վերադառնանք Արցախ, դա է այն միակ հույսը և ձեր հետ կապված հույսը։ Վերադառնալու ենք Արցախ և նորից ես այցելելու եմ ոչ միայն իմ թանկ ընկերների շիրիմների, այլ են հրաշք լեռնաշղթան և առիթից օգտվելով ձեր հարցի պատասխանելուց առաջ ես ուզում եմ կոչ ուղղեմ Կարմիրի շրջան, Իջևանի շրջան, Դիլիջան, Շավշատին, Նոյեմբերյան, Թումանյանի շրջան, Ստեփանավան ամբողջովին ընդամենը 100 տարի առաջ են եկել Արցախից։ Կոտայքի մարզ Երևանի տարածքում եկել են 20-րդ դարի 50-60-ական, 70-ական թվականների Ղարաբաղից։ Ես որ հաշվում եմ դուրս եկալ առնվազն 700 Ղարաբաղցի, տարբեր սերունդներ, իմ պապերն են։ Ես կոչ եմ անում, պարոն Քոչարյան։ Դուք 21 թվականին ցայն չտվեցիք, սիրելի արցախցիներ,
Ռոբերտ Քոչարյանին 23 թվականի սեպտեմբերի 10-ին ունեցանք։ Հիմա գոնե վերադարձի հույսը, ինչպես ես եմ կապում, մի կողմ շպրտեց այդ փեշի վրայի քարերը, կոչ եմ անում բոլոր արցախցիներին, Կոտայքի մարզում կլինի, այս հատվածում կլինի, Երևանում կլինի, այս անգամ ձայն տվեք այն մարդուն, բա ինչպես Մարկեսի մոտը հայքը չուրասպա, բա մի թանկ շիրի մեջ ունեք ձեր հայրենիքում։ Ես կոչ եմ անում բոլոր Հայաստանի բնակիչներին, ոչ միայն արցախցիներին, քվարկել իմ օգտի։ Հասկացա, նայեք, Արցախ վերադառնալու վերաբերյալ մեր մոտեցում մենք հնչեցրել ենք։ Մենք հիմա պետք է պայքարենք վերադարձի իրավունքի ճանաչման համար։ Այսօր Հայաստանի իշխանությունը ընդհանրապես դրանով ոչ թե չի զբաղվում, այլ հայտարարում է, որ այդ հարցը անընդմեջ փակված է։ Ուղղակի ասում են, փակված է թեման։ Իդեպ սա այն թեման է, որը շատ ավելի հեշտ է որին հասնել, վերադարձի իրավունքի ճանաչելը, սա ուղղակի միջազգային իրավունքի շրջանակներում է եւ ես կարծում եմ, որ կա ուղղակի պայմանավորություն Հայաստանի վարչապետի եւ Իլհամ Ալիևի միջեւ։ Եվ այդ պայմանավորությունը ենթադրում է, որ այս թեման ընդհանրապես պետք է փակվի։ Մեզ համար անընդունելի է եւ մենք իհարկե վերադարձի իրավունքի համար պայքարելու ենք, իսկ դա իր հետ բերում է գույքային պարտավորություններ, մի շարք այլ հարցեր անելու ենք։ Հիմա ինչ երկրորդ մասը այնքան երկար էր, կոչի մասը, որ առաջի հարցը նույնիսկ ես հիմա սահմանադրական փոփոխություն, նայեք, ինձ համար ավելի հոգեարազատ է եւ կարծում եմ Հայաստանի համար ավելի արդյունավետ է կիսանախագահական համակարգը։ Ես սա ընդունում եմ։ Խորհրդարանական համակարգը ցույց տվեց, որ թվում էր, թե խորհրդարանական մոդելը պետք է լինի ավելի ժողովրդավարական, բայց դառել է ճիշտ հակառակը։ Եվ երբ ընդդիմադիր այն ժամանակվա ընդդիմադիրները ասում են սուպեր վարչապետությունը պետք է դեմոնտաժվի, իրենք եկել են եւ ոչ թե դեմոնտաժել են, այլ հակառակը մի բան էլ ավելի ամրացրել են այդ մոդելը։ Բայց սա մի քիչ զգայուն հարց է եւ այս հարցի շուրջ ուղղակի պետք է ավելի լայն քննարկումներ մենք ունենանք։ Այն նախագահի պաշտոնը, որը կա այսօր, ինձ համար ընդհանրապես հասկանալի չի։ Ով գա նախագահ կամ պաղպաղակա ուտելու երեխաների հետ, կամ դաշնամուր է նվագելու ինչ որ միտեղ։ Որտեղ այլ ֆունկցիա ուղղակի չունի։ Բայց այդ նույն նախագահը ունի մոտ 100 քանի 130 թե 140 հոգի աշխատակազմ, որոնք նստած են լուրջ դեմքերով իբրև ինչ որ բան են անում։ Թե ինչ են անում, չգիտեմ։ Ուղղակի այդ բյուջեին պետք է նախատեսել պաղպաղակի ինչ որ մի քանի ֆուր տարվա ընթացքում, թե ինչքան պետք է ուտի, կամ մի 15 հատ դաշնամուր բերեն, որ առավոտ 9-ից մինչև 10-ը մեկի վրա նվագի, 10-ից մինչև 11-ը մեկ ուրիշի, տարբեր սենյակներում բանը, որ գոնե ինչ որ բանով զբաղվեն։ Դրա համար այո, մոդելի փոփոխություն պետք է։ Բայց կրկնեմ այդ միտքը, ինքը զգայուն հարց է եւ պետք է ուղղակի ավելի լայն շրջանակներով քննարկել։ Սա նորմալ չի, երբ մեկ մարդ ունի անսահմանափակ իշխանություն։ Ուղղակի աննորմալ երևույթ է։ Փոխելու ենք։ Պարոն Քոչարյան